Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 11 Մենք սիրում ենք նրան, քանի որ նախ նա մեզ սիրեց։ Առաջին Հովհաննես 4:19 Ինչպես երկիրը լուսավորող լույսն է բխում արևից, այնպես էլ հավատացյալի սրտում Հիսուսի հանդեպ եղած սերը բխում է հենց Տիրոջից։ Անսահման սիրո այդ անսպառ աղբյուրից սկիզբ է առնում մեր սերն Աստծո հանդեպ։ Մեծ անհերքելի ճշմարտությունն այն է, որ մենք սիրում ենք նրան, քանի որ նա նախ մեզ սիրեց։ Այլ կերպ ասած, Քրիստոսի հանդեպ մեր սերը մեր հանդեպ նրա սիրո հրաշալի պտուղն է։ Աստծո խոսքն ուսումնասիրող ցանկացած մարդու մեջ կարող է առաջանալ ոչ այնքան ջերմ զգացմունք, սակայն իրական սերը մարդկային սրտում կարող է բռնկվել, եթե այն վառի Սուրբ Հոգին։ Ինչպիսի հրաշք է, որ մեզ նման մարդիկ կարող են սիրել Հիսուսին։ Ինչ հիանալի է, որ մեզ, որ ապստամբել էինք իր դեմ, նա հետ է վերադարձնում հրաշալի սեր ցուցաբերելով։ Մեզանում երբեք նույնիսկ սիրո մի հատիկ չէր լինի Աստծո հանդեպ, եթե այն չցանվեր մեր մեջ նրա սիրո հրաշալի սերմի միջոցով։ Եվ այսպես զավակների սերը Հոր հանդեպ Աստծո սերն է, որ լցվել է Սուրբ Հոգու մեզ տված սրտերում։ Լինելով աստվածային կերպով ծնված, այն աստվածային օգնության կարիքն ունի։ Սերն արտասովոր երևույթ է, այն մարդկային հողի վրա բնականորեն աճող բույս չէ, այն հարկավոր է ջրել երկնքից։ Հիսուսի հանդեպ սերը քնքուշ ու նուրբ ծաղիկ է, եւ եթե դրա միակ սնուցումը գալիս է մեր սրտերի խղճուկ խոնավությունից, այն շատ շուտով կթոշնի։ Քանի որ սերը սկիզբ է առնում երկնքից, այն պետք է սնվի երկնային սնունդով։ Այն չի ապրի անապատում, եթե չսնվի երկնային մանանայով, սերը սնվում է միայն սիրուց։ Աստծո հանդեպ մեր սիրո կենդանի աղբյուրը նրա սերն է մեր հանդեպ։ Սիրում եմ քեզ, Տեր իմ, բայց ոչ սիրով եմ։ Եվ ես ոչինչ չունեմ տալու, որքան էլ մտածեմ, բայց սիրում եմ ես քեզ քո սիրով, որով թե ապրում եմ եւ թե շնչում։ Նվաստ եմ ու աղքատ, բայց ուրախ եմ եւ անչափ, անհույս ու դատարկ, բայց քեզանում կորած։